Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ։ Նիդերլանդներից տեսակապի միջոցով մեզ է միացել Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանուկյան, վարչապետ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահի հրավերով Շարմ էլ Շեյխում մասնակցելու է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Նախ սկզբի համար ինչ կարող են տալ նման այցերն ու գագաթնաժողովները Հայաստանին եւ արդյոք կարեւոր են։ Կարևոր են իհարկե այն իմաստով, որ ինչքան շատ շփումներ լինեն Հայաստանի ղեկավարի եւ ուրեմն արևմուտքի ղեկավարների եւ ընդհանրապես այլ երկրների ղեկավարների հետ, այնքան ավելի լավ կհասկանան իրար մոտեցումները եւ իրար սխալ հասկանալու տեղ քիչ կմնա եւ այնքան ավելի արդյունավետ քայլեր իրականացնի Հայաստանը, իսկ քանի որ այս դեպքում նաև ուրեմն Դոնալդ Թրամփն է այդ ֆորմատին մասնակցելու, դա այլ ավելի կարևոր է, հաշվի առնելով Հայաստանի ուրեմն խորացող հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ եւ Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում, որը հստակ երևաց օգոստոսի 8-ի ուրեմն հայտարարություններից հետո։ Այսինքն ինչ կարող է տալ ըստ էության հանդիպումը, այսինքն վարչապետի շփումները նաեւ նույն Դոնալդ Թրամփի հետ։ Որևէ այնպիսի մի բան նման, ասենք օգոստոսի 8-ին չի կարող տալ, ընդամենը տպավորությունների փոխանակում կարող է լինել եւ նրանք կարող են ավելի լավ հասկանալ իրար մոտեցումները եւ միգուցե նաեւ քննարկեն օգոստոսի 8-ի համաձայնությունների ուրեմն իրականացման հետ կապված հարցեր, եթե հնարավոր լինի ուրեմն վարչապետի հանդիպում կամ զրույց Դոնալդ Թրամփի հետ, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարը ցանկացած առիթներ օգտագործում է նման առիթներ հանդիպումներ ներկայացնելու համար խաղաղության խաչմերուկ ծրագիրը, այդ TRIP ծրագիրը, որ ճանապարհների բացումով ուրեմն տարածաշրջանի բազմաթիվ երկրներ կունենան հնարավորություն օգտվելու նաև այդ տարանցիկ ճանապարհներից, ընդամենը սա է լինելու։ Ես կարծում եմ ինչ-որ շատ լուրջ նորություն սպասել չարժե։ Վերադառնանք ներքաղաքական զարգացումներին։ Օրերս մեր ձևով շարժումը ամփոփեց իր 40-օրյա գործունեությունը, կարելի է ասել, եւ Նարեկ Կարապետյանը մի շարք ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ։ Նախ նշեց, որ շուտով կհայտարարեն իրենց վարչապետի թեկնածուի մասին եւ որ այդ թեկնածուն բոլորի կողմից ընդունելի կլինի, եւ նաեւ խոսեց այն մասին, որ քաղաքացիական պայմանագիրը 2026 թվականի ընտրությունների արդյունքով կարող է դառնալ կրկին ընդդիմություն։ Դուք նման հավանականություն տեսնում եք թե չէ եւ ինչ եք կարծում, ում է դիտարկում մեր ձևով շարժումը որպես վարչապետի թեկնածու։ Թե ում է դիտարկում մեր ձևով շարժումը վարչապետի թեկնածու, ես կարծում եմ կարևոր չէ։ Ռոբերտ Քոչարյանն էլ վերջին իր հարցազրույցում եւ ոչ միայն վերջին իր հարցազրույցում, դրանից առաջ էլ շատ հստակ ցույց է տալիս, որ իրենք գնում են կոպիտ ասած Գյումրու սցենարով, որ Գյումրու մոդելը կրկնվի նաև համապետական ընտրություններին մյուս տարի եւ ես ասեցի Գյումրու մոդել, բայց դա Գյումրու մոդել չէ, դա ըստ էության հաստատված պարլամենտական դեմոկրատիաների մոդելն է, երբ որ ոչ մի ուժ չի կարողանում 25-30%-ից ավելի ձայն հավաքել եւ առանց կոալիցիաների պարզապես հնարավոր չէ։ Բայց ամենակարևոր հարցը, որ մենք եւ հանրությունը եւ իշխանությունը առաջին հերթին իրեն պետք է տա, այն է, որ ինչքանով է թույլատրելի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, հատկապես երբ այդ խոշոր բիզնեսը Հայաստանից դուրս է, բայց այդ թվում նաև Հայաստանի ներսում, ինչքանով է թույլատրելի նրանց մասնակցել քաղաքական գործընթացներին։ Եվրոպական էլի իմ այդ ասած պարլամենտական դեմոկրատիաներում, լինի դա Գերմանիան, լինի դա Նիդերլանդները կամ այլ երկրներ, իրենք շատ հստակ կարգավորումներ ունեն, որով որ արգելվում է ուրեմն ինչ որ քանակից ավելի, ինչ որ գումարից ավելի շատ գումար նվիրատվություններ կատարել կուսակցություններին, արգելվում է խոշոր բիզնեսին մասնակցել քաղաքական գործընթացներին եւ նույնիսկ անհատները չեն կարող, ասենք, թիվը չեմ հիշում, բայց կարծեմ Գերմանիայում 60 թե 70 հազար եվրոից ավելի նվիրատվություն ոչ ոք չի կարող կատարել որևէ ուրեմն քաղաքական ուժի։
Հիմա Հայաստանում անհրաժեշտ է ընդունել այնպիսի մի օրենսդրություն եվրոպական փորձի հիման վրա, որպիսի բիզնեսը եւ քաղաքականությունը հստակ տարանջատվեն իրարից։ Եթե մենք այդ տարանջատումը չանենք, այն դեմոկրատիայի լավ արդյունքները եւ պտուղները, որը կարող ենք ստանալ, շատ քիչ հավանական է, որ ստանանք եւ նույնիսկ հավանական է, որ այո, ոչ միայն 2026 թվականին քաղաքացիական պայմանագիրը դառնա ընդդիմություն, այլ նաեւ Հայաստանը հետ գլորվի կիսա ավտորիտար, կիսա օլիգարխիկ ինչ-որ մի իրավիճակի, երբ որ բիզնեսմենները այնել Հայաստանից դուրս կարող են ինչ-որ բան անել, բայց թեկուզ Հայաստանի ներսում լինեին։ Այսինքն պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ այդ նոր ձևավորվող քաղաքական կոչվող ուժը, մեր ձևով շարժումը, չի կարողանալու որևէ ֆինանսներ ստանալ Սամվել Կարապետյանից։ Այսինքն կամ կարողանում է ստանալ, բայց շատ սահմանափակ քանակությամբ։ Ինչքանով որ օրենքով թույլատրվում է, ասենք եվրոպական փորձի հիման վրա։ Այդ դեպքում այդ ուժը ես չեմ կարծում, որ նույնիսկ ազգային ժողովում հայտնվի, եւ դրա մասին խոսելու նույնիսկ անհրաժեշտություն չի առաջանա։ Եվ այս հանրային դաշտը օգտագործել այդ տիպի երևույթների քննարկման համար էլ մենք ուղղակի ռեսուրսի վատնում է, որովհետեւ այնտեղ միտք ու գաղափար ու պետության զարգացման համար օգտակար որևէ բան գոյություն չունի։ Սա միանշանակ է, սա կատեգորիկ է, չպետք է թույլ տալ ոչ մի դեպքում, որպեսզի խոշոր բիզնեսը կարողանա մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա։ Իսկ մենք գիտենք, որ եթե Սամվել Կարապետյանի ֆինանսները այդտեղ չլինեն, այդ բեմին կանգնած հարտակում կանգնած մարդկանց 90%-ն էլ այդտեղ չէր լինի։ Այս վերջերս որ ինչ-որ միջոցառում էին իրականացրել։ Պարոն Մանուկյան, բայց ամեն դեպքում հասկանանք, էլի Ռոբերտ Քոչարյանը օրինակ վերջին իր ասուլիսում հայտարարեց, որ տեսնում է հստակ երկու ուժ, որ հայտնվելու են ազգային ժողովում եւ հակակշռելու են քաղաքացիական պայմանագրին, ուժերից մեկը իրենն է, մեկը Սամվել Կարապետյանինը, բայց Նարեկ Կարապետյանը համառորեն պնդում է, որ իրենք չեն գնալու համագործակցության ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի հետ, եւ ինչպես դուք նշեցիք, վերջին օրերին անցկացրած այդ համաժողովի ժամանակ մենք տեսանք, որ Ռոբերտ Քոչարյանի մի շարք թիմակիցներ նաեւ սատարում են իրենց եւ իրենց թիմում են արդեն։ Սա ինչի մասին է խոսում եւ որտեղ է իրականում ճշմարտությունը։ Այսինքն Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը հիմա ի վերջո միասին են գնալու, թե միասին չեն գնալու, որովհետեւ մի կողմից լսում ենք հայտարարություններ, որ սատարելու են մեկը մյուսին, մյուս կողմից լսում ենք հակառակ հայտարարությունները։ Եթե չլինեն այն կարգավորումները, որի մասին ես ասեցի, ֆինանսների առումով սահմանափակումները եվրոպական փորձի օրինակով, Սամվել Կարապետյանի այդ հովանավորած կամ գլխավորած ուժը կարող է հայտնվել ազգային ժողովում, բայց երբ որ ինքը հայտնվում է ազգային ժողովում, այդ մինչև նախընտրական շրջանում, մինչև ընտրությունները քվեարկության օրը, ինքը չի միավորվելու ոչ մի ուժի հետ։ Տեսակետից իրենք ճիշտ են ասում։ Սամվել Կարապետյանը ճիշտ է ասում եւ Ռոբերտ Քոչարյանի ասածն էլ այստեղ չի հակադրվում Սամվել Կարապետյանի կամ նրա թիմից ասածներին, որտեղ իրանք շատ ընդհանուր են ձևակերպում։ Համագործակցելու ենք չենք բայց երբ եք համագործակցելու եւ երբ չեք համագործակցելու, հարցը սրանում է։ Չեն համագործակցելու մինչեւ քվեարկության օրը։ Դրանից հետո երբ որ հայտնվում են ազգային ժողովում, ինչպես Ռոբերտ Քոչարյանը նշեց, տարբերակ չունեն չհամագործակցելու։ Չհամագործակցելու տարբերակը միայն այն է, որ Սամվել Կարապետյանը, ասենք, միանա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ կոալիցիա կազմի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, բայց այդպիսի հեռանկար իհարկե բացառվում է եւ պարլամենտական էլի էս դեմոկրատական համակարգում, երբ որ ոչ մի ուժ չի կարողանում 50%-ից ավելի ձայն հավաքել, եթե այդպես լինի Հայաստան, որովհետեւ ես չեմ բացառում, որ միգուցե ինչ որ գործընթացներ տեղ ունենան եւ քաղաքացիական պայմանագիրը 50+1% հավաքի ձայների, բայց եթե ուրեմն քաղաքացիական պայմանագիրը չի կարողանում հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը, որևէ կասկած չկա, որ այդ պրոռուսական, կիսաավտորիտար, հակադեմոկրատական ուժերը, նախկինները բոլորը միասին միավորվելու են
Շատ հստակ Քոչարյանը սա շատ հստակ եւ ուղիղել ասեց տեսեք Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը ինչքան իրար ինչ ասես ասում էին նախընտրական շրջանում, բայց հենց որ արդեն հայտնվում ես ուրեմն անցնում ես այդ նվազագույն շեմը, որ հայտնվում ես Ավագանիում կամ խորհրդարանում, տարբերակ չունես չհամագործակցելու, կամ այս կողմ ես լինելու, կամ այն կողմ ես լինելու, կամ ինչ որ մեկի հետ միանալու ես կոալիցիա կազմես, կամ չես միանալու եւ ընդդիմություն ես դառնալու։ Պարոն Մանուկյան, ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում 2026 թվականին էլ ընդդիմությունը փորձելու է կոնսենսուս -1 ձևավորել։ 2026 թվականին էլ Գյումրու սցենարի նման ընդդիմությունը, ինչպես որ առաջարկել է եւ հստակ ասել է Ռոբերտ Քոչարյանը, գնալու է մի քանի ճակատներով, այսպես ասած, ամեն մի ուժ հավաքելու է, ենթադրենք, չգիտեմ, ասենք 15%, հա, մի 3 ուժ հավաքելու են 15%, մի 4 ուժ։ Եվ այդպես մի 4 ուժով փորձելու են միավորվել այնպես, որ իրենց ձայները ավելի շատ լինի, քան քաղաքացիական պայմանագրի ուրեմն ստացած ձայները։ Այսինքն Գյումրու սցենարը պետք չի բացառել ամեն դեպքում։ Իհարկե պետք չի բացառել։ Ես ասացի, որ դա միայն Գյումրու սցենար չի, դա նաև ցանկացած պարլամենտական դեմոկրատական երկրին բնորոշ բան է։ Ուղղակի այդ պարլամենտական դեմոկրատական երկրներում ուրեմն հիմնականում այնուամենայնիվ ստացվում է, որ առաջի տեղ ընկնողի հետ են կոալիցիա կազմում, բայց դա չի նշանակում, թե այդպես պետք է լինի ամեն անգամ եւ սկզբունքորեն անթույլատրելի է, երբ որ առաջին տեղ ընկնողը ուրեմն դառնում է ընդդիմություն եւ այն երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղ ընկնողները բոլորը միավորվում են միասին եւ կազմում են կառավարություն։ Եվ պարոն Մանուկյան, Սամվել Կարապետյանի եղբոր որդին Նարեկ Կարապետյանը նաև հայտարարել է, որ Սամվել Կարապետյանին KGB-ի պատվալում պահելով, այսպես իր բառերով ասած, իշխանությունը արդարադատության վերջին նշույլներն է կորցնում հասարակության մոտ եւ նաև ասել է, որ առաջիկայում պատրաստվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի եւ այլ քաղբանտարկյալների, ելի իր բառերով ասած, հանրահավաք կազմակերպել։ Լրատվականներից մեկում տեղեկություն տարածվեց, որ հանրահավաքին, քանի որ անհրաժեշտ քանակի մարդիկ չկան, նաև Կարապետյանների ուժը փորձում է գումար բաժանելով մարդկանց հավաքել։ Դուք արդյոք արժանահավատ համարում եք այս տեղեկությունները եւ արդյոք այս քաղբանտարկյալների մասին խոսույթը տեղին է այս պարագայում։ Բնականաբար քաղբանտարկյալների մասին խոսույթը տեղին չէ եւ անլուրջ է, բայց տեսեք, էլի եթե մենք Հայաստանի կառավարությունը, իշխանությունը հստակ օրենսդրություն չի ընդունում եվրոպական պարլամենտական դեմոկրատիաների օրինակով, որով որ արգելվում է խոշոր բիզնեսի ուրեմն միաձուլումը քաղաքականության հետ, եթե շատ բարձ օրենքներ են, այդտեղ ինչ որ շատ բարդ խորանալու տեղ չկա։ Այդպիսի բան եթե չի ընդունվում, իրենք այո 5%-ը հաղթահարելու հնարավորություն ունեն։ Եթե բայց հիմա դեռ պարզ չէ թե կգնա արդյոք այդ ճանապարհով եւ քաղաքացիական պայմանագիրը հստակ օրենսդրություն կմշակի իմ ասած այդ ձևով կամ գոնե արտասահմանյան ֆինանսավորման թեմա առնելու ինչ որ մեխանիզմներ կներդնի թե չէ Հայաստանում։ Ուրեմն հիմա դեռ պարզ չի։ Վաղը մյուս օրը հենց որ այդպիսի մի օրենսդրություն ընդունվի, էլ ձեզ էլ չի հետաքրքրելու, այնտեղ ով ինչ ասեց, իրենց էլ չի հետաքրքրելու, իրենք էլ այլևս չեն խոսելու, այդ ուժը մարելու է վերջանա գնա։ Դա լուրջ բան չի, էլի, դա փուչիկ է ընդամենը, որը հնարավոր է քաղաքական դաշտում ինչ որ ռեզոնանս առաջացնի կամ ինչ որ ուշադրություն գրավի միայն այն պատճառով, որ այնտեղ փող կա, այնտեղ ուրիշ ոչ մի բան գոյություն չունի։ Բայց ամեն դեպքում կառավարման իրենց մոդելի մասին որոշակի հայտարարությունները եւ նաեւ Նարեկ Կարապետյանը օրերս հարցազրույց էր տվել եւ ասել էր, որ օրինակ Սամվել Կարապետյանը կարող է լինել գաղափարական ղեկավար, բայց վարչապետի տեխնացուն այլ է լինելու։ Ինչ ասել է գաղափարական ղեկավար եւ ինչ ասել է վարչապետի տեխնացու, որը սիրելի եւ ընդունելի կլինի բոլորի կողմից։ Այսինքն լինելու է առանձին գաղափարական ղեկավար եւ առանձին վարչապետի տեխնացու, այս ինչ մոդելի մասին է խոսքը։
Գաղափարական ղեկավար կարող է լինել, ասենք, չգիտեմ, Մարքսը կամ ինչ որ տեսական քաղաքական միտք առաջարկող մարդիկ, չի կարող բիզնեսմենը լինել գաղափարական ղեկավար։ Դրանք անհեթեթություններ են։ Եվ այս անհեթեթությունների դաշտից մենք դուրս չենք գա, այսպես շարունակ թավալվենք ու գլորվենք, եթե այդ անընդհատ կրկնում եմ երևի բանը, բայց սա շատ կարևոր է, դրա համար կրկնում եմ։ Եթե մենք այդ խոշոր բիզնեսի եւ քաղաքականության միաձուլման տեմը չառնենք, մենք այսպես անհեթեթությունների մեջ տասնամյակներով կգլորվենք եւ չենք օգտվի, Հայաստանը չի օգտվի դեմոկրատիայի ընձեռած այն բարիքներից, որից որ օգտվում են Արևմտյան Եվրոպայի երկրները, սկսած տնտեսական բարգավաճումից վերջացրած մինչև ազատություններ ու իրավունքների պաշտպանություն։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, պարոն Մանուկյան, որ պետք է հստակ օրենսդրություն ընդունել եւ Կարապետյաններին արգելել մտնել քաղաքականություն բիզնեսով պայմանավորված, խոշոր բիզնեսմեն լինելու հանգամանքով պայմանավորված, ինչպես դուք նշեցիք։ Ոչ թե օրենքի մեջ օրենքով ուղղակի սահմանվում է, որ որևէ կուսակցություն իրավունք չունի գաղտնի պահել իր ֆինանսավորումը, թափանցիկության հստակ մեխանիզմներ պետք է լինեն եւ որևէ անձ կամ կազմակերպություն չի կարող սահմանված, ասենք, $20,000 կամ չգիտեմ, դրամով կարելի է նշել կամ կարող է 10,000 լինել, դրանից ավելի որևէ նվիրատվություն կատարել ինչ որ կուսակցությունները մյուս կողմից իրավունք չունեն որոշակի գումարից ավելի ծախսել ոչ միայն նախընտրական շրջանում, այլ նաև ընդհանրապես այդ երկու բանը, որ արդեն ընդունվում է, իրենք ընդամենը փորձելու են քրեական ճանապարհներով բաներ անել, հա, ասենք կեղտոտ փողերով քեշով ինչ որ շրջանառություններ անել, մարդկանց կաշառելու կամ իրենց օգտին աշխատելու այլ տարբերակներ անել կամ մարդկանց աշխատանքի ընդունեն իրենց ղեկավարած կազմակերպություններում բիզնեսում եւ այդ ձևով փորձեն ինչ-որ քաղաքական պայմանավորվածությունների գալ, բայց դա էլ արդեն քրեական օրենսգրքով կկարգավորվի եւ իրենք կգնան դեպի ստվերային դաշտ եւ այդտեղ մենք տեսնում ենք, որ մեր դատախազությունը իրավապահ համակարգը բավականին արդյունավետ աշխատում են եւ որ իրանք գնան այդ դաշտ, արդեն օրենքից դուրս սկսեն ավելի շատ գործել եւ ֆինանսներ ծախսել, անմիջապես կբացահայտվեն եւ էլի հենց այդ նույն օրենսդրությունների մեջ կարելի է շատ հստակ նշել, որ երբ որ կուսակցությունը մի քանի անգամ խախտում է այդ ֆինանսավորման հետ կապված օրենսդրությունը, նա չի կարող պարզապես ընտրություններին մասնակցել եւ վերջ։ Եվ այդպես հարցը լուծվում է, բայց ես ասում եմ, ընդամենը այն առաջի քայլը կատարելով, կարծում եմ, հենց որ հստակեցվի, որ ինչ որ գումարից ավելի որևէ կազմակերպություն կամ անհատ չի կարող նվիրատվություն անել որևէ քաղաքական կազմակերպության, հենց այդ օրենքը միայն ընդունելուց հետո ես կարծում եմ այդ Սամվել Կարապետյան եւ մնացած փուչիկը ամբողջությամբ կպայթի եւ այնտեղ մարդ չի մնա իրենց կողքը, որովհետեւ ամեն դեպքում կհասկանան, որ վատ հեռանկար է ուրեմն օրենքից դուրս ճանապարհով փորձել ֆինանսավորում ստանալ այդ Սամվել Կարապետյանից եւ այդ ձևով ինչ որ քաղաքական մասնակցություն ունենալ։ Պարոն Մանուկյան, ամեն դեպքում Նարեկ Կարապետյանը նաև օրերս հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը աչքի է ընկել մեծ տնտեսական պրոյեկտներ իրականացնելով, իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին խոսքի ազատությունը հաճելիորեն բարելավել է իր դիրքերը։ Ընդհանուր առմամբ կուզենամ անդրադառնանք նաև այս մի կողմից Կարապետյանների հայտարարությունները, որ իրենք նախկինների հետ որևէ կապ չունեն, աֆիլիացված չեն, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները այսպես Հայաստանում որպես եզակի բարեփոխումների տարիներ ներկայացնելու առումով այս հարցազրույցները ինչի մասին են խոսում եւ կուզենամ ամեն դեպքում մեծ տնտեսական պրոյեկտներ ասելով ինչ նկատի ունի Նարեկ Կարապետյանը եւ որոնք են եղել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ տնտեսական մեծ պրոյեկտները, որոնք Հայաստանին վերելքներ են բերել եւ նաեւ Սարգսյանի ժամանակվա ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին կուզենամ խոսենք։ Տեսեք, ինքը կարող է ինչ-որ բաներ ասել, ընդհանուր, բայց ես չեմ պատրաստվում մտածել, թե իր գլխում ինչ մտքեր են եւ կոնկրետ ինչ է ինքը նկատի ունեցել։ Ես ասում եմ, որ նմանատիպ մարդկանց ասացները պետք է ուղղակի by default արհամարել եւ չմտնել այդ խոսակցության մեջ նրանց հետ ինչ որ բանավեճի մեջ, որտեւ այդ մարդիկ այդտեղ չէին լինեին, այդ Նարեկ Կարապետյան, հələ մի բան է, երբ որ բիզնեսի ներկայացուցիչը
ֆինանսավոր միջոր ուժերի քաղաքական, հա, որ իր շահերը սպասարկեն կամ թեկուզ ինքը մտնում է քաղաքականության մեջ, մի այլ բան է, երբ որ նրա որդին է մտնում։ Այս պատկերացնում եք այդ նեպոտիզմի ինչ աստիճան է այստեղ։ Դրա համար ես չեմ կարծում, որ այդ մարդու ասածները պետք է լուրջ ընդունել։ Ես հարցը ինչ է, ինքը ճիշտ բան է ասում, թե ճիշտ բան չի ասում։ Միգուցե ճիշտ է ասում։ Ես այո, Քոչարյանի տարիներին խոսքի ազատության առումով Հայաստանում շատ ավելի վատ վիճակում էր խոսքի ազատությունը, քան Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, բայց դա կապ չունի նրա Սերժ Սարգսյանի ուրեմն անձի հետ, ուղղակի ինտերնետի տարածվածությունն էր այդպիսին, իշխանությունը շատ ավելի շատ ջանքեր պետք է գործադրեր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, որպեսզի ուրեմն սահմանափակի խոսքի ազատությունը Հայաստանում, քան թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, հա։ Հետո ընդդիմությունը ավելի ուժեղ էր 2008 թվականի այդ շարժումից հետո, այսինքն կան հանգամանքներ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնց բերումով ինտերնետը, ընդդիմության ավելի ուժեղանալը, այդ հանգամանքների բերումով խոսքի ազատությունը այնքան ճնշված չէր 2008-ից 18 թվականներին, ինչքան որ մինչև 2008 թվականներ։ Հիմա այդ մարդը թե ինչ է ասում, ինչ նկատի ունի, այդպես ընդհանուր ձևակերպումներով ասում է, դա էական չէ, դա ես չեմ կարծում, թե արժե մտնել իրենց ասածների մեջ եւ այդպես խորանալ։ Եվ պարոն Մանուկյան, փորձեմ ամփոփել, առողջ ընդդիմադիր ուժեր տեսնում եք, որոնց գերնպատակը եւ գերխնդիրը միայն քաղաքացիական պայմանագրին իշխանությունից վերացնելը չէ, այսպես ասած, հեռացնելը չէ։ Կա առողջ ընդդիմադիր դաշտ։ Ես տեսնում եմ, որ դաշտում կան ուժեր, որոնք առողջ ընդդիմություն դառնալու հնարավորություն ունեն, եւ նախ եւ առաջ դա այն ուժերն են, ովքեր որ հստակ ողջունեցին կամ եթե գոնե չողջունեցին, գոնե ասենք նեյտրալ ավելի կեցված կընդունեցին ուրեմն օգոստոսի 8-ի հայտարարությունների կապակցությամբ։ Այդ ուժերը իսկ ովքեր ողջունեցին, ես կարծում եմ ավելի ուրեմն մեծ հնարավորություն ունեն ազգային ժողովում հայտնվելու եւ ավելի առողջ ուժեր են։ Խոսքը մասնավորապես Արամ Սարգսյանի մասին է, ուրեմն իր ղեկավարած ուժի մասին է։ Այդտեղ կա ուրեմն այդ կողմն եմ ես տեսնում կոնստրուկտիվ եւ առողջ ընդդիմություն։ Հայկ Մարությանը իր ուժը ավելի նեյտրալոտ եւ դրականոտ արտահայտվեց օգոստոսի 8-ի ուրեմն հայտարարության կապակցությամբ, բայց Հայկ Մարությանի պարագայում շատ կասկածելի է, թե ինչքանով է ինքը հասկանում ընթացող քաղաքական գործընթացների տրամաբանությունը եւ մի քանի անգամ ինքը ձախողված կարևոր ձախողումներ է ունեցել մեկը ուրեմն տրանսպորտի թանկացման դեմ պայքարներ, որ այդպես էլ ձախողվեց եւ իրեն մի հատ էլ չասեցին, որ կներեք ձախողեցինք կամ ինչ-որ բան արեցի, այսպես մի բան անում են, հետո մտածում են մոռացվում գնում է, լղոզվում գնում է։ Մյուսը 2023 թվականի Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, երբ որ ասում էին ոչ իշխանության, ոչ ԿՊ-ի հետ են միանալու, ոչ նախկինների հետ են միանալու ու իրենց թվում էր, թե իրենք երևի հավաքելու են 50+1 ձայների 50%-ից ավելի։ Դա էլի է պարլամենտական համակարգի տրամաբանությունը չհասկանալն է։ Պատկերացրեք այս նույն պարլամենտական ընտրություններում 2026 թվականի իրենք նույն ձևի իրենց պահեն, հա, ասեն ոչ նրա հետ են կոալիցիա կազմելու, ոչ նրա հետ։ Հա, բայց այդ համակարգում հայտնվելու դեպքում, երբ դու մտնում ես ազգային ժողով, դու տարբերակ չունես, կամ պետք է այս կողմ գնաս, կամ այն կողմ գնաս։ Սա պարզ բան է։ Պարզ բան է, որը որ ես հիմա որ նայում եմ շատ քչերն են կարծես թե հասկանում, թե պարլամենտական համակարգի տրամաբանությունը որն է։ Եվ դրա համար օրինակ Արևմտյան Եվրոպայի երկրներում քաղաքական ուժերը այդպես չեն հելնում կանգնում եւ հայտարարում, որ ոչ սրա հետ են գնալու կոալիցիա, ոչ նրա հետ, ոչ նրա հետ, ոչ նրա հետ եւ այդպես մենակ ինչ որ փորձեն հայտնվել ազգային ժողովում։ Այդպես հայտարարողները դուրս են թռնում քաղաքական դաշտից, որտեղ բնակչությունն էլ արդեն որոշակի փորձ ունի, գիտի, որ անհնար է առանց կոալիցիաների։ Եվ սովորաբար Արևմտյան Եվրոպայի երկրներում քաղաքական ուժեր միայն մի ուժի են մատնանշում, որի հետ չեն կարող դաշինք կազմել։
ասենք աջ պոպուլիստների հետ հիմնականում հրաժարվում են դաշինք կազմել, կոալիցիա կազմել կներեք։ Այսինքն Հայկ Մարուկյանի դեպքում պարզ չի ինքը ինչքանով է հասկանում այս պարզ տրամաբանությունը եւ դա կերևա շատ շուտով երբ որ ինքը մտնի քարոզարշավի մեջ ինքը եթե նորից հայտարարելու է որ ոչ դրա հետ են կազմելու կոալիցիա ոչ նրա հետ ոչ ընդդիմության հետ Քոչարյան նախկիններ եւ այլն ոչ էլ իշխանության հետ որևէ պարագայում կոալիցիա չեն կազմել ուրեմն պարզ դառնա որ այդ մարդը անլուրջ է եւ իրականում այդքան էլ առողջ չէ եւ չի հասկանում ուր է մտել եւ ինչ է ուզում ընդհանրապես անել Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ կհանդիպենք։